արեցիք եւ առաջարկ արեցիք, որ դատախազը հրաժարի։ Դուք տեսեք, որ երեք իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չէր եկել, այսինքն եթե երեք հիմա մեր գործընկերն էլ այստեղ նստած էր, Երիկ Կասյանը կարծեմ շատ ճիշտ հարց էր բարձրացրել ազգային ժողովի Արե Սիմոնյանի մոտ, ասելով, որ եթե մի ինչ-որ պրոբլեմ կա եւ այստեղ հավաքած է, ուրեմն պիտի իշխանությունը բարի լիներ ներկայացուցիչների մի քանի հոգի ներկա լինեին բացարձակ, որևէ մեկը ներկա չէր։ Դուք առաջարկություն արեցիք դատախազի ընդհանրապես քաղաքապետարանի թեման Բաքվի բանտում գտնվող մեր գերիների թեման եւ ձեր առաջարկը հիմա քիչ առաջ եպիսկոպոսացա ոգևոր դասի խոսքին անդրադառնալու։ Այո, դասի ներկայացուցիչներին անդրադառնալով առաջարկ է արել ազգակործանը, խոսենք դրա մասին, մինչ այդ խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես իրապես երեք շնորհակալ եմ հայտնել ոչ միայն կազմակերպիչներին այդ լսումների, որը նվիրված էր Հայաստանում քաղաքական բանտարկյալների, գիտես, կարկամում եմ ես, գիտեք, ինձ դժվարել է դա ասել, որովհետև այո, մենք նախկինում էլ պայքարում էինք այս կամ այն երևույթների դեմ, բայց այսքան ակնհայտորեն եւ ցուցադրաբար, ես ուզում եմ դուք բոլորդ նշեք, ցուցադրաբար են արվում այս բոլոր գործողությունները, լինի դա ինչ որ դիմակներով մարդկանց փռել գետնին եւ այլն, դա բոլորը ցուցադրական եւ դա նման է Բերին աստիճանը երկու բան է, առաջինը գավառական վատ որակի թատրոնի, երկրորդը ադրբեջանական հանրապետությունում տեղի ունեցածները։ Ես հիշեցնեմ, որ մենք միշտ զբաղվել ենք մեր կազմակերպությունը ընդդեմ իրավական կամայականության զբաղվել է պատանդ, զինգերի, փախստականներ եւ այլն, եւ շատ ուշով հետևում ենք արդեն խաղաղ տարիներին, երբ որ պատանդ են, երբ որ ուղղակի պատահականորեն սահման անցնում են սահմանամերձ գյուղերում, թե ինչպես էին վերաբերվում ուժային կառույցները այդ անձանց։ Ես հիշեցնեմ, որ դա տեղի է ունեցել մի 10-15 տարի առաջ եւ ես սարսափում էի, թե ասել եմ, որ նրան սպանել են, դա խոսքը Պետրոսյանի մասին է, որովհետեւ այդպես տերորիստական, այդպես ահաբեկչական, իգիլի նման չոքացրել են այդ տղային, պահելով, այսպես ասած, յաթաղանը իր վզի մոտ, հստակ, այսպես հագնված, ոնց որ թե իրենք բռնել են, չգիտեմ ինչ, ահաբեկիչ համաշխարհային մակարդակի, լրիվ նույն պատկերը ես երբ որ հիմա տեսնում եմ Հայաստանում ինչպես են վերաբերվում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կամ ինչպես են ուզում միջև անգամ ամենագրեհիկ ձևով ձերբակալության ժամանակ Միքայել Սրբազանի հանդեպ եւ այլն նույն Կարեն կներեք Սամվել Կարապետյանի հանդեպ ես ուրիշ նմանություն չեմ տեսնում քան այդ ադրբեջանական ահա այդպիսի գործողությունների հետ ես դատապարտում եմ բոլոր այդ շղթայում գտնվող անձանց լինի ահա դիմակավորված այդ անձանց լինի նրանց հրամանատարը լինի դա ոստիկանապետն է թե դատախազն է գլխավոր դատախազն է բոլորը այդ առումով հանցագործություն են գործում սեփական ժողովրդի դեմ ինչու եմ ասում ժողովրդի որ չտե այլ կոնկրետ մարդկանց որովհետև դրա նպատակը իրոք ահաբեկչություն է այդ թատրոնը, որը ես ընդգծում եմ, պատահական չէ։ Ուղղակի դա պետական մակարդակով ահաբեկելու, հոգեբանորեն բոլոր ժողովրդին ահաբեկելու այդպիսի գործողություններ են։ Հիմա հարցն այն է, որ լսումները դա այնպիսի մի ոճ է, ընդունված աշխարհում մեկ, եւ իդեպ աշխարհում պարլամենտների իշխանական, եթե իրականացնում այդպիսի լսում, այո անպայման գնում են, որում կարկանում դեմքեր ընդդիմությունից եւ հակառակը, եթե ընդդիմությունն է կազմակերպում, անպայման լինում են իշխանական քաղաքական ուժերը։ Ինչու՞։ Դա էթիկական խնդիր է։ Դու կարող ես չհամաձայնվել, դու կարող ես ելույթ ունենաս կամ չունենաս, դու կարող ես հետագայում քննադատել ամեն ինչը, բայց ներկա լինելը դա կներեք դաստիարակության հարց է։ Հիմա իշխանությունը իրեն քիչ է, որ ամբողջովին դրսևորում է իր կեցվածքով, հակասահմանադրական գործողություններով, հակաիրավական եւ միջև անգամ օրենքի
գետեր կան, որոնք որ կոպտորին խախտում են։ Հիմա նրանք խախտում են այնպիսի նորմեր, կրկնում եմ, էթիկական, դա ուղղակի այսպես կոչված ձևն է, ներկա լինեն, որով ինքը ցույց է տալիս մի շատ կարևոր հանգամանք։ Ինքը չի կախված չի ժողովրդի կարծիքից կամ նրա որևէ ամենափոքր մասի կարծիքից։ Նրանք կախված չեն Հայաստանի Հանրապետությունում լինի ընդդիմադիր, լինի դա անհամաձայն, վերջապես սիրելիներս շատ տարօրինակ կլիներ, չէ՞ որ բոլորը համաձայնվեին ամեն ինչի հետ։ Դրա համար այլակարծությունը մեր սահմանադրությամբ, դա հոդվածով 4-րդն է, ընդունված է որպես սահմանադրական նորմ։ Հիմա ինչ է նշանակում 3 վարչապետի պաշտոնը շարունակող զբաղեցնել շարունակող անձը, ասում է, որ մեր ընդդիմությունը ուրիշ պետությունների ներկայացուցիչ է, բայց դուք որ պետության ներկայացուցիչ եք։ Եթե չեք ուզում լսեք։ Եթե չեք ուզում լսեք, եւ ես էլ անընդհատ քարկոծում եմ կներեք խոսքերով Արեգ Քոչինյանին, որը ասել է, ով որ մի խոսք ասի այդ Բաքու գնացած վերին աստիճանի կասկածելի այդ առաքելությունը, նա ասել է քաղաքական ապուշ է, ապաքաղաքական կներեք ապուշ է, եւ շարունակ այդպես կներեք իլի կարելի է, որ դուք ձեր մտքերը արտահայտեք ոսկեղեն հայերենով, առանց վիրավորանքների։ Դա էլի եմ ասում, դա ուղղակի, ոչ միայն կրթության, այլ դաստիարակության խնդիր է։ Դուք պարտավոր եք հարգել ժողովրդից ցանկացած մեկի հանդեպ ձեր կոպտությունը խոսում է ձեր նվաստացված լինելու մասին, դուք նվաստացվել եք ձեր իսկ այն պետությունների եւ այն ուժերի կողմից, որոնք ձեզ բերել են։ Կամ մենք պետք է հստակեցնենք, որ դուք իշխանություն եք Հայաստանում, կամ պետք է հստակեցնենք, որ դուք դրածո եք այլ պետությունների։ Տեսեք, չեմ վիրավորում ձեզ, դրածոները լինում են ցանկացած պետություններում տարբեր պատմական ժամանակներում։ Հիմա եթե դուք դրածո չեք, ինչու եք դուք շարունակում այդ քաղաքական, ասեմ, թե ուղղակի ուժային այդ ռեպրեսիաները, այդ ճնշումները, ես էլի կրկնեմ այն, ինչ որ երեք ասել եմ ազգային ժողովում, այնտեղ, որտեղ չի հասնում Ալիևի կամ Էրդողանի ձեռքը, այդտեղ վրա է հասնում օրվա իշխանության ձեռքը։ Եվ պատահական չէ, որ այնտեղ գտնվող եւ այստեղ գտնվող անձած վերաբերյալ իշխանությունները վերաբերվում են ինչպես ահաբեկիչների եւ անգամ Լիդիա Մանթաշյանի վերաբերյալ։ Այսինքն այստեղ ոչ միայն վախն է իշխանության իր իշխանության լծակը կորցնելու առումով, այլ պարզապես այդ գրեհիկ ամենաթողությունը, այդ ինչպես ասեմ, կամայականության այնպիսի աստիճանը, որը պետք է ասեմ նորություն է, երբ որ երկիրը իրեն հայտարարում է ժողովրդավարության բաստիոն եւ իրականում դառնում է ժողովրդավարության պանթեոն։ Էլ բան չմնաց, որ գետնովը չտակ ժողովրդավարություն լինի, մարդու իրավունք լինեն սոցիալական հարցեր, լինի այլ ոլորտ, ցանկացած ոլորտ վերցրեք։ Այդ խաբեության, այդ անթակույց ստերի հեղեղը դա ինչ է, նշանակում է, որ դուք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կառավարությունն եք, ոչ։ Տեսեք, ես շնորհակալություն, ոչ թե որևէտև նա չի եկել, նախ եւ առաջ այս ամբողջի համար լսել եք բավականին բարձրորակ իրավաբանները մի քանի անգամ կրկնեցին, որ այս ամեն ինչը եւ այդ ամենաթողությունը տեղի է ունենում գլխավոր դատախազության եւ կոնկրետ գլխավոր դատախազի
պատճառով եւ հիմքում ընկած կատարելու ես չգիտեմ ում հրամանը կապ չունի ես դրա համար ասեցի որ հիշեցրեցի Նյուրնբերգյան սկզբունքը այդ դատավարության, որը տեղի ունեցել հիտլերյան այդ ամբողջ թիմի նկատմամբ հստակեցրել է այլ սկզբունքների ներքո, որ ոչ միայն անօրինական հակաիրավական հրաման տվողն է մեղավոր եւ պետք է պատասխանատվության կանչի, այլև կատարողը Եվ այսօր ես համոզված եմ ոչ մի գրավոր որևէ նյութ չկա իջեցված վերևից գլխավոր դատախազին այսինքն առ երևույթ գլխավոր դատախազի պատասխանատվությունն է այս ամենը այս որ Հայաստանի Հանրապետությունը խայտարակ անողը դա հենց գլխավոր դատախազն է ուշադրություն դարձրեք որ անընդհատ ավելանում են այդ ուժային եւ իրավապահ մարմիններում կանանց այսպես ասած ղեկավարության գալը եւ դա տեսեք այդ ճիզվիտական ձևը հետ կանանց նուրբ ձեռքերով են իրականացնում ամենագրեհիկ ամենադաժան ես չեմ վախենում այդ խոսքը հիմա արտահայտել արտասանում եմ, որովհետև դա այդպես է, այդ դաժան վերաբերմունքը ոչ միայն կոնկրետ այն անձանց, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ, այլև նրանք, որ տանն են կամ այլ խափանման միջոցի ներքո են, բայց գործերը նրանց դեմ հարուցված են ու չեն փակված։ Հիմա այն արտահայտությունը, որը երեք թույլ է տվել իրեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, խոսում է նրա մասին, որ նրանք ժողովրդավարության մասին պատկերացում չունեն։ Հենց այդ ժողովրդավարական դիկտատուրա, ժողովրդավարականը ճակերտների մեջ այսօր է, այսօրվա վիճակը Հայաստանում դա է։ Եվ ինչու է դա ամենաթողությունը այսպես կոչված միացյալ արևմուտքի կողմից միացյալ արևմուտքի կամ Եվրոպայի ղեկավարությունը դրանք եվրոպական ժողովուրդների շահերը չէ որ արտահայտում են դրա վկայությունը դուք տեսնում եք ինչքան բողոքի ցույցեր են լինում տարբեր երկրներում նրանք դրածո են այսօրվա աշխարհում իրենց սանձարձակ պահող դա այսպես կոչված ամենահարուստների ակումբներն են ու դրանց մեջ ես անընդհատ ընդգծում եմ ամենաակտիվը այս վերջի տարիներին Բիլդերբորգի այդ ակումբը եւ այսօր երբ որ ամերիկական մի գիտնական ասում է որ Եվրոպային վատ ապագա է սպասում Եվրոպան վատ ներկա ունի որովհետեւ կրկնում եմ այն ինչ որ իրենք թույլ են տալիս իրենց Եվրոպայում իրենք տասնապատիկ երաշխավորում են Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը եւ այստեղ ես պետք է հիշեցնեմ կարող եք կարդալ աշխարհակաղակական բոլոր գործողությունները ինչ որ մի տեսակի նյութեր դուք կտեսնեք որտեղ են մտնում այդ պղտոր գլոբալիստական կենտրոնները ուժերը որտեղ ժողովուրդը տանուլ է տալիս դաշտը որտեղ ինքը տեղի է տալիս այդ ճնշումներին եթե լինում է հստակ ընդդիմադիր եւ դիմադրություն ցուցաբերող ժողովուրդ ապա այդտեղ չի անցնում այդ պղտոր գլոբալիստական կենտրոնների գաղափարը ես դա ինչու եմ ասում որովհետեւ ինձ հետ հանդիպելուց շատ նու այսպես ասած իրենք էլ ընթերցող են եւ այլն ասում են ինչ եք ասում է դա արդեն վերջ դա որոշված է այն ուժեղները աշխարհի արդեն որոշել են մեր ճակատագիրը այդպես չէ ես հիշեցնեմ որ երբ որ առաջի նախագահը իր հայտնի պատերազմ թե խաղաղություն հոդվածով հանդես է եկել ապա ժողովրդական լայն դիմադրությունը եւ դրան կողքին կանգնած այո հրշեական այն կարկառուն դեմքերից
Առնվազն ես պետք է մեկ անուն տամ Վազգեն Սարգսյանը լուսահոգ է։ Եվ չստացվեց այդ ժամանակ։ Հիշեք, այն ինչ որ տեղի է ունենում այսօր դա պետք է ըստ այդ միջազգային բղտոր կենտրոնների տեղի ունենար դեռ 90-ականների վերջին, չի ստացվել։ Փորձել են 2008 թվականին, չի ստացվել։ Իսկ 2018 թվականին ստացվել է, ինչու՞։ Որովհետև այդ բոլոր տարիներին աշխատել են այն ամեն մի կներեք բղտոր մտքով, ամեն մի անձ, որը մայկուրտ են ասում դրած, որը չի զգում իր արմատները, որը իրեն չի զգում ոչ երկրի որդի, ոչ էլ երկրի տեր։ Նա պատրաստ է միայն մի ասվածքի ներքո գործել, ով էշ մենք նրան փալան։ Ահա սա է խնդիրը, եւ այսօր նրանք, ովքեր ասում են արդեն ամեն ինչը որոշված է, չարեչար սխալվում են, մեկ երկրորդը իրենք իրենց մաշկը ուզում են փրկել եւ շատ իզուր, փորձը պատմական ցույց է տալիս, որ Թուրքի յաթաղանը ոչ մեկին չի խնայում։ Պետք չի այդպես ձևացնել, որ ես հայտնություններ եմ անում, ինչ-որ նոր բաներ եմ ասում։ Մի կարդացեք ադրբեջանական կայքերը, թերթերը։ Ինչ է կարծում, ինչու է շարունակում փակված պահել Լիդիանին։ Սա նախադեպ բան է, ինչու խնդրեն։ Գիտեք, Լիդիա Մանթաշյանը դա սիմվոլ է։ Իդեպ սիմվոլ լինի պետք է եւ մեզ համար եւ իշխանությանը։ Իշխանությունը պատժում է ոչ թե կոնկրետ Լիդիա Մանթաշյանին, այլ ցանկացած համեստ, նվիրյալ, քրիստոնեական գաղափարախոսության կրող Փաստորեն դա ցուցադրական է, դրա համար է ամեն ինչը արվում, ոչ թե որովհետև Լիդիա Մանթաշյանը իրենից ներկայացնում է հստակ վտանգ, չկա այդպիսի բան, այսինքն Լիդիա Մանթաշյանը դա դաս տալու այդ սիմվոլն է, տեսեք հա, կին է, հերու է, հիմա չեմ կարողանում ժպիտս, դուք ով որ տեսել է մի անգամ հանդիպել է կամ տեսել է կամ լսել է Լիդիա Մանթաշյանին, նա պատկերացնում է այդ պատժողների նսեմ վիճակը, որովհետև դա այնքան հեռու է ճշմարտությունից, որ դա կրկնում եմ, բացարձակապես, իրենք չեն էլ, իրենց չի պահանջվում, ինչ-որ հիմքեր բան, դա դաս են տալիս, դա այն է, ինչ-որ ժամանակին ցուցադրաբար մարդկանց ծեծում էին, չէ, այդպիսի ձև կար, ֆիզիկական ներգործումը, հիմա փաստորեն դա չեն կարող անել և անում են այն, ինչ-որ անում են, այսինքն անազատության մեջ են պահում Բագրատ Սրբազանի օգնականին, ես էլ օգտվելով պահից ասեմ, խոնարհվում եմ եւ Բագրատ Սրբազանի եւ Միքայել Սրբազանի առջեւ, ես անձամբ ճանաչում եմ իրենց եւ վստահորեն ասում եմ, որ այն ինչ որ տեղի է ունենում այսօր եւ Լիդիա Մանթաշյանը, կրկնում եմ, ինել կին արմատ են ընտրել, կանանց ահա տվյալ դեպքում գլխավոր դատախազին ասել են պինդեղիր կապ չունի, դու պետք է դա անես, և նա արել է, իսկ եթե իրեն ոչ մեկը չի արել, և ինքը ինքնագլուխ է դա անում, ապա առավել ևս պահանջում եմ հրաժարականը, և պատահական չէ, որ լսումների ժամանակ ես ասել եմ, որ կարծում եմ, որ լսումների անունից բոլորս պետք է հայտարարենք անվստահություն գլխավոր դատախազին, այդ գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության ժողովրդի և պետության շահերից չէ, որ գործում է այսօր, և երիտասարդ իրավաբան է, կարող է վերջապես, ես այս ամենը ասում եմ, որ ինքը չավելացնի իր մեղքերը և իր մեղավորությունը, որովհետև հստակ գալու է այդ պահը, չմտածեք, ոչ դուք, ովքեր հիմա իշխանության եք, ոչ դուք, ովքեր վախենում եք այդ իշխանությունից, մեկ է կգա պահը, իշխանությունը հավերժ չէ, երբ որ այս բոլոր
իրենց մեջ հանցագործության ամենածանր հատկանիշները պարունակող գործողությունները անպայման կբացվեն, անպայման դատարանը կդիտարկի այդ բոլորը, ոչ թե այն դիտարանը, որը յուրացվել է, կրկնում եմ, դատական համակարգը յուրացվել է գործադիր իշխանության կողմից ակնհայտորեն, հենց այն ժամանակներից, երբ որ կոչ է արել ԿՊԻ առաջնորդ իրեն համարող անձը փակել դատարանների դռները եւ ֆիզիկական բռնություն է գործել այն դատավորի նկատմամբ, որը փորձում էր մտնել շենք։ Այն ժամանակ, երբ որ նույն այդ գործողությունները տեղի են ունեցել սահմանադրական դատարանի կոնկրետ անուն տամ Ալվիրա Գյուլումյանի վերաբերյալ, որը 10 տարի եղել է եվրոպական մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորը։ Մի տեսեք սանձարձակության աստիճանը ինչպիսին է։ Ձեզ էլի են պետք ապացույցներ, որ օրվա իշխանությունները չեն արտահայտում Հայաստանի ժողովրդի եւ հայկական պետության շահերը։ Ես մի քանի անգամ եմ ասել, բոլոր գործողությունները, որոնք արվում են, բոլոր հայտարարությունները, որոնք տեղի են ունենում, կոչված են ուղղակի կազմաքանդել Հայաստանի Հանրապետության պետականությունը եւ ոչնչացնել հայ ժողովրդի ինքնությունը։ Ինքնության ոչնչացման են կոչված բոլոր գործողությունները, այդ թվում 2018 թվականից սկսած հայ առաքելական եկեղեցու դեմ գործողությունները։ Հիմա որ ասում են իրենք այս հայտարարությունն է արել հայ առաքելական եկեղեցին, 18 թվականին ոչ մի հայտարարություն չի եղել։ Հիմա այսօր ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, դե գիտեք, որ Վեհապարին Ավազանի անունով է կոչում, ասում է ինքը իրան սպառելա պիտի հեռանա։ Խնդրեմ ինչ եք։ Շնորհակալություն։ Գիտեք, ես մի բան ասեմ, սպառել է, չի սպառել, իշխանությունը, պետությունը անջատ է եկեղեցուց։ Խոսք արդեն գործը հասել է նրան, որ տարբեր միջազգային քրիստոնեական կազմակերպություններ են անընդհատ դա հիշեցնում։ Եվ դա այն հիմնարար սկզբունքներից մեկն է, որը որ դրված է բավականին շատ եվրոպական եւ ոչ միայն եվրոպական ժողովրդավարական պետություններում։ Պետությունը անջատ է եկեղեցուց։ Ինչպիսին է վեհապարը, ով ինչ է, որ մեկն է, դա պետության գործը չէ, այն էլ գործադիր իշխանության։ Հիմա որևէ մի բան այսօր, թող մեկը ասի, որը արդարացնում է այսօրվա գործող սահմանադրությունը դեռ չի փոխվել։ Այսօրվա սահմանադրությունը համարում է դա ինքնիրավչություն եւ զավթում իշխանությունների, ինչը քրեորեն պատժելի է։ Հիմա ով է ինչ մեկնաբանում, ինչու գլխավոր դատախազը, եթե ինքը այդքան օրենքը իմացող է, ինչու չի հարուցում գործ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի դեմ։ Դա կրկնում եմ, հստակ գրված են այդ հոտ, չի փոխվել դեռ, ձեր իղձերը դեռ չեն իրականացվել, գործող սահմանադրության բոլոր հիմնարար սկզբունքները խախտվել են, նորմեր են դրանք սկզբունքներ, դրանք հոդվածներ են, որոնք որ պարտադիր են իրականացման եւ իրացման։ Հիմա հստակեցնենք, թե այդ անձնավորությունը, որը կրկնում եմ, իր վրա վերցրել է ոչ միայն այդ առաքելությունը դաստիարակելու, վերադաստիարակելու ժողովուրդը, նա կազմել է եւ այն խումբը, որը, այսպես ասած, եւս մասնակցում է ժողովրդի դաստիարակության մեջ։ Եթե մենք չկարողանանք որևէ առումով չկարողանանք կանգնեցնել այս ինքնիրավչությունը, այս հակաիրավական, հակասահմանադրական, անօրինական
գործողությունները մենք բավականին արդեն թանկին ենք տվել մինչ այսօր Արցախը։ Հիմա ինչ գին եք տալու մենք։ Չի կարելի այդքան անտարբեր լինել յուր, ինչպես ասեմ, հայրենիք ասեմ, պետություն ասեմ, երկիր ասեմ։ Հիշեք, դուք գնահատվում եք այնքանով, ինչքանով դուք պատկանում եք պետություն ունեցող ազգին։ Միջև անգամ բոլոր նրանք, ովքեր զրկվել են իրենց պետականությունից, այսօր ձեզ կարող են բացատրել, թե ինչ է նշանակում երկիր ունենալը, ՄԱԿ-ի անդամ պետություն ունենալը։ Ես չեմ ուզում անդրադառնալ այն քաղաքական անմեղսունակության հետևանք եղած խոսքերը, որ մենք առաջ եղել ենք կախված, հիմա անկախ։ Ինչից եք անկախ։ Այդ ինչքան պետք է լինեք հայացյաց, որ Արցախի հանձնումը, հիմա դուք արդեն դա հերոսություն եք չէ համարում, սիրելիներս, նրանք բոլորը կողմ ջատակով եք Նիկոլին, որ ասում եք դա ինքը չի արել, դուք լսում եք, որ ինքը պարծենում է դրանով, իրեն է վերագրում Արցախի հանձնումը Ադրբեջանին, որովհետև ինքը հենց եկել է դրա համար, ինչի մասին մենք 100 անգամ այստեղից ասել ենք, ինչը ինքը համարում էր, որ դա ուղղակի ծուղակ է Հայաստանի համար, դուք լսում եք, դուք էլ եք ծուղակ, ամեն մեկըդ, դուք ծուղակ եք, միջև որ դուք չհամաձայնվեք, ահա այդ ազգակործան այդ քաղաքականության եւ գործողությունների հետ։ Ես չեմ ասում դավաճան, որովհետեւ կրկնում եմ, այդ խումբը չի դավաճանել իր դավանանքին, ինքը այդ դավանանքի կրողն է, ինքը այն գլխից դեռ հայկական ժամանակ թերթով համարում էր, որ Արցախը պետք է դա հենց Ադրբեջանին տալ պրծնել ու դրանով մենք լավ կապրենք, չեմ ուզում հիշեմ կամ հիշեցնեմ ով է դա առաջինը ասել։ Մեր 23 գերիները անպայման վերադառնալու են, սպասեք, սա ըստերության են նույն տրամաբանության մեջ, որ 4 տարի առաջ ասացին, 2 ամիսեր մեր գերիները կխոշտանվեն հանուն Հայաստանի։ Շնորհակալություն, ոչ, նրանք հնարավոր է, չգիտեմ 23-ը թե 3-ը կարող են վերադարձվել ընտրություններից առաջ, որ մեր այդ արդեն, ես չգիտեմ ինչպես բնութագրեմ, հասարակության մի խավը, որը դա կհամարի հերոսություն, ուրեմն հանցագործություն է Ադրբեջանի կողմից այն, որ նա պահում է այդ մարդկանց անազատության մեջ, հանցագործություն է իր այսպես կոչված դատերը, հանցագործություն է եւ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից, որ նրանք չեն կարողացել եւ չեն ուզեցել ըստ էության անել այն ամենը, ինչու որ կնպաստեր այդ մարդկանց ազատության մեջ հայտնվելը եւ Հայաստան վերաբերվելը, քանի տակ կարելի է կրկնել։ Չեք հիշում, որ երբ որ հարցրեցին Ռուբեն Վարդանյանի մասին, երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը իրեն պահել է, ինչպես կներեք մատերիալ տվող, թե լադեք պետք է պարզենք, թե նա ինչի է եկել, ով է իրեն ուղարկել։ Եթե այդ մարդիկ ունենային բարոյական որևէ մի հատկանիշ, դա կասվեր, դա ընդհանրապես կառավարության ղեկավարի հարիր խոսք է, էլ ինչ ասի, որ ապացուցի մեզ բոլորիս, որ ինքը եկել է այդ ծրագրով, կրկնում եմ, եկել է 2 նպատակների համար, առաջինը օր առաջ հանձնի Արցախը Ադրբեջանին եւ այսօր ինքը դա իր հերոսությունն է համարում, մի ինձ անկարծ չասեք, որ ես եմ այդ բանը ասում, ինքն է համարում, որ դրանով ինքը ոչ թե Արցախն է հանձնել, այլ Հայաստանն է դարձրել անկախ։ Հիմա կներեք դուք
ինչպես եք լսում այդ անձի խոսքերը։ Դա նշանակում է ինքը եկել է նախ եւ առաջ Արցախը օր առաջ հանձնելու Ադրբեջանին եւ երկրորդ նպատակը Հայաստանը դարձնել կամ Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը։ Եվ պատահական է արդյոք, որ երեք լրատվականներով գրված էր, որ Ատլանտյան խորհրդի անդամ Թոդ նահանգների ներկայացուցիչներից ասել է, որ մենք գտնում ենք, որ անպայման Հայաստանն ու Տաջիկստանը պետք է մտնեն թուրքական պետությունների միությունը, որ դրանք այն պակասող օհակներն են։ Լսում եք, Հայաստանը պետք է մտնի թուրքական պետությունների միությունը, եւ դա այդպես չի, որ փողոցում կանգնած ինչ որ մեկն է ասում։ Եվ եթե դուք մինչ այսօր քնած եք մնում, եւս պարտ կսեմ համարում, եւս մեկ անգամ հնչեցնել, այս իշխանությունները եկել են եւ դատելով արդյունքներից, հայտարարություններից սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանությունը։ Եթե կան նրանք, ովքեր կարող են ապացուցել հակառակը, լսում եմ ձեզ։ Ամեն անգամ եմ դա ասել։ Պատրաստ եմ ցանկացած որևէ մի պես քիչ թե շատ գրագետ մարդու հետ այդ հարցը քննարկել։ Էլի եմ ասում, դատելով արդյունքներից, հայտարարություններից, Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական ճնշումներից եւ այն մարդկանց, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ կամ ընդհանրապես այլ խափանման միջոցների ներքո են եւ քրեական գործերով են հանդես գալիս։ Խնդրում եմ, աչալուրջ եղեք, փոքր-ինչ բարձրացրեք ձեր աչքերը, նայեք ձեր շուրջը, ինչ է տեղի ունենում։ Տիկին Անուվերդյան, սրան զուգահեռ միայն այս տարի քրեակատարողական հիմնարկներում 21 եւ կարծեմ 21 մահ է գրանցվել։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ինչպես։ Քրեակատարողական հիմնարկներում 21 մահ է միայն արձանագրվել։ Խնդրեմ այս մասով։ Երեք շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիմա թույլ տվեք ես անդրադառնամ երկու այլ սուբյեկտների։ Դա առաջինը Հայաստանի Հանրապետության ակտիվ եւ ֆինանսավորող կազմակերպություններին, որոնք որ փաստորեն բացի մի կազմակերպություն գիտեմ լրագրողները մարդու իրավունքների համար, որոնք որ գոնե լուսաբանում են այդ հարցերը, բայց մենք շատ ակտիվ չէ հասարակությունը Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողականների նկատմամբ։ Հայաստանը առաջի պետությունն է տարածաշրջանում, լայն առումով տարածաշրջանում, որը օրենքով ստեղծել է այդպիսի մի մարմին հասարակական կազմակերպություններից բաղկացած, որը իրականացնում էր մշտադիտարկում, մոնիտորինգ քրեակատարողական այդ հիմնարկներում։ Ուր են դրանք։ Ինչ են անում։ Օրենքը դեռ կա, օրենքը, ինչքան գիտեմ, դեռ գործում է։ Եվ երկրորդը, հարգարժան միջազգային կազմակերպություններ հասարակական, որոնց ես պետք է նախ եւ առաջ ասեմ, որոնցից մենք շատ բան ենք սովորել, որոնք որ մեզ տվել են բավականին մեծ գիտելիքներ, հմտություններ, ինչպես պետք է աշխատել քրեակատարողականներում։ Այդ ուր եք հիմա։ Այդ ինչու մենք ողջունում էինք, երբ որ դուք նշում եք ինչ որ տեղի էր ունենում նախկինում։ Ինչ է այսօր այդ 21 մարդու մահը ձեզ համար մահ չէ, որովհետև դուք հետապնդում եք աշխարհաքաղաքական պղտոր նպատակներ ավելի, քան մարդու իրավունքներ կամ ժողովրդավարություն։ Իդեպ մահերից մեկը դա տեղի է ունեցել Արցախի բնակիչ էր, Արցախում տեղի ունեցած հանցագործություն է, սպանություն է եղել եւ այստեղ այդ հարցի շուրջ եղել է բավականին մեծ հարց, արդյոք
Հայաստանի Հանրապետության դատարանը, որը հրաժարվել է Արցախից, որը համարում է, որ դա Ադրբեջան է եւ այլն, արդյոք երևասու է այդ անձին դատել։ Ես նամակ եմ գրել Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի, չեմ ուզում անուն տամ, էլի կանայք են, գիտեք հիմա ամենագրհիկ գործերը արվում են կանանց ձեռքերով, դա էլ է մի տեխնոլոգիա, եւ խնդրել եմ ընդունելություն, նամակ եմ գրել, բացատրել եմ եւ խնդրել եմ ընդունելություն։ Եվ պետք է ասեմ, որ ես ոչ թե ստացել եմ նամակ, որ չեմ կարող հիմա կամ հետո, նա ընդհանրապես հրաժարվել է ինձ հետ հանդիպելուց, այդ հարցը քննարկելու համար, հիմա այդ անձը ինքնասպանություն է գործել, նու առնվազն այդպես է ասվում, դեր քննությունը պետք է ընթանա։ Դուք չեք զգում ձեր գոնե մի լումա մեղք այդ բանում։ Ես այդպես չի, որ ձեզ պահանջել եմ, նույն պահին եկել եմ, պահանջել եմ ընդունելություն։ Ես նամակով եմ դիմել, բացատրել եմ ինչու։ Այդ ինչքան եք դուք զբաղված եւ ինչով, որ այսօր մենք ունենք 21 մահ քրեակատարողականներում։ Դա ձեր այդ օրենքով նախատեսված պարտականությունների չկատարելու արդյունք է։ Հայտնի է, որ մարդու իրավունքները ոտնահարվում են ինչպես սխալ գործողություններով, եւ մենք դա տեսնում ենք, այնպես էլ անգործությամբ։ Եվ տվյալ դեպքում ես պետք է անպայման ասեմ, անգործությամբ կամ անտարբերության մատնված այդպիսի բողոքները մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ավելի հաճախակի եւ ավելի սուր եւ ավելի ծանր հետևանքներ ունեն, քան միջև անգամ այն, որոնք որ սխալ գործողություններով են տեղի ունենում։ Եվ այս առումով ես էլի եմ ասում, դա պատահական չէ, դա բոլորը մեկ շղթայի օղակներ են։ Մի տեսեք ինչեր է տեղի ունենում թեկուզ այդ կենցաղային հողի վրա, ու ամեն անգամ դա այդպես տրվում է, բացահայտվում են այնպիսի հանցագործություններ, ես չգիտեմ երեխայի, չգիտեմ սպանություն հոր կողմից եւ ինչի համար է, դա ամբողջը նրա համար է, որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը նվաստանա եւ զգա իրեն ուղակի անպետք մի ժողովուրդ։ Դա քաղաքականություն է եւ այն հերոսական եւ այն բազմադարյա չի բազմահազարամյակների մեր պատմությունը բերում են այսօր մանրացնում են կենցաղային մակարդակի կամ քրեակատարողականներում մահերի մակարդակի, որ սա չեք դուք էդ ինչ մի հերոսական անցյալ ունեք, այսօրվա ձեր վիճակը սա չի, այդ 15 վարվածները, թե վարածների գործը ինչի չեք բացահայտում, որ ցավը շարունակվի։ Եվ դա, կրկնում եմ, դաժան վերաբերմունք է օրվա իշխանության կողմից ոչ միայն առանձին անձանց, որոնք թիրախավորված են, եւ որոնց համար մենք պայքարում ենք, որ նրանք վերջապես ազատության մեջ հայտնվեն, այլ ամբողջ ժողովրդի դեմ այդ տեխնոլոգիաները մշակված են դեռ դարեր առաջ եւ դրանք այսօր կիրառվում են Հայաստանում ում ձեռքով, այդ թվում եւ գլխավոր դատախազի ձեռքով եւ մնացած այն արդեն հարյուրավոր երևի կատարողների կողմից հիշեք եւ պատերազմի զոհերի եւ այս բոլոր սպանությունների եւ անկարգությունների այս տուժածների արյունն ու մեղքը եւ ցավը ձեր վզին է ու ձեր ձեռքերին է։ Դուք չեք կարողանալու դրանից ազատվեք։ Պատահական չի, որ ես այս բոլորիդ ցանկանում եմ երկար կյանք, որ դուք ի վերջո հասկանաք, թե ձեր
առօրյա այդ հակաիրավական գործողություններով ինչ եք անում եւ ինչ արհավիրք եք բերում հայ ժողովրդի գլխին։ Շնորհակալություն։ Խնդրեմ։